Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Երեխաներ և սպորտ, պարզվում է այս հավասարությունը ոչ միշտ է ներդաշնակ, կան երեխաներ ու արգելվում է զբաղվել որևէ մարզաձևով։ Աբորտն ու դրա հետևանքները, սարսափեցնող փաստեր գինեկոլոգի մեկնաբանություններով, հայր և դուստր, երջանկության 3 պատմություն։ Մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի մոտավորապես 70,000 աղջիկ։ Լրջագույն հաշվարկների վրա հիմնված այս կանխատեսումն ուղղակի սարսափեցնում է, երբ հատկապես գիտակցում ես, որ այդ 70,000-ի մեծ մասն ապագա մայրեր են լինելու։ Բայց արդյոք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը և աբորտն առհասարակ սպառնում են միայն պոտենցիալ մայրերի ոչնչացմամբ։ Իհարկե ոչ։ Ոչ, որովհետև հղիության արհեստական ընդհատումը երեխաների հանդեպ ոչիր լինելուց բացի նաև լրջագույն փորձություն է կնոջ համար։ Ամբողջ աշխարհում տարեկան 47,000 կին է մահանում աբորտների հետևանքների պատճառով։ Մի փոքր ավելի մանրամասն գինեկոլոգ Նելի Աբգարյանի հետ զրույցում։ Ողջույն բժշկուհի, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ձեզ նախապես ուզում եմ տեղեկացնել, որ 1 ամիս շարունակ մայրիկների ակումբի շրջանակներում մենք անդրադարձել ենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին տարբեր տեսանկյուններից, հոգեբանություն, մենթալիտետ եւ այլն եւ այլն։ Ձեզ այդ զրույցի ընթացքում ակնկալում եմ խոսել բժշկական կողմի մասին, աբորտների հետևանքներ, տանը կատարված միջամտություններ բժիշկների կողմից։ Նախ խնդրեմ ձեզ խոսենք ժամկետի մասին, սովորաբար սեռով պայմանավորված փաստորեն հղիության արհեստական ընդհատումները կատարվում է 12 շաբաթականում։ 12 շաբաթականից հետո, երբ որ քչից շատից արդեն կարելի է կողմնորոշվել ու իմանալ սեռը, այդ ժամանակ նոր կարող են անել մինչև 12 շաբաթական տվյալները վստահելի չեն, գուցե եւ 11-ում, երբեմն 10-ում ինչ որ ենթադրություններ արվում են, բայց դրանք վստահելի չեն։ Դրա համար 12, 13, 14-ում ավելի վստահելի տվյալներ են սեռի մասին, ասվում ուլտրաձայնային հետազոտությամբ։ Բժշկուհի փաստորեն պարզեցինք, որ եթե սեռով է պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն, ապա հիմնականում տեղի ունենում 12-13 շաբաթականից հետո անգամ հնարավոր է, եթե չերևա այդ շաբաթականում։ Ձեզ պետք է խնդրեմ ներկայացնել, թե այդ շաբաթականում ինչ է տեղի ունենում պտղի հետ ու հղիության հետ, հա, վերջ-վերջը փաստորեն պտուղը վերջնականապես զարգացած։ Կարելի է ասել ավարտված են օրգանների վերջնական, հիմնական, կենսական կարևոր օրգանների ձևավորումը, ավարտված է։ Եվ կնոջ օրգանիզմը արդեն օրգանիզմում են տեղի ունենում շատ լուրջ փոփոխություններ, որոնք որ հղիություն են կրում, որոնք պետք է մինչև վերջ հասցնեն հղիությունը եւ ծննդաբերություն լինի։ Բայց այդ ժամկետում հղիության ընդհատումը դա մի կտրուկ տեղաշարժ է, չարաբաստիկ տեղաշարժ կնոջ առողջության համար, որովհետեւ կնոջ օրգանիզմը արդեն հարմարվել է, տեղի են ունեցել փոփոխություններ հղիությունը կրելու համար եւ հետագայում ծննդաբերելու, իսկ հիմա միանգամից ընդհատվում է այդ հղիությունը եւ օրգանիզմը երբեմն չի կարողանում հասցնել այդ տեղաշարժերը համապատասխան ձևով ընկալելու եւ փոփոխվելու։ Դրա հետ կապված եւ առաջանում են տարբեր տեսակի բարդություններ, չասած որ ցանկացած ժամկետի արհեստական ընդհատումը հղիության դա արդեն բարդություններով է ուղեկցվում, որոնք կարող են լինել վաղ, կարող են լինել ուշ եւ հեռակա բարդություններ։ Եվ ամեն մեկը իր հերթին կարող է այնպիսի բարդություն լինել, որն ընդհանուր մինչև կնոջ կյանքին սպառնա։ Այսպիսի մի միտք է արտահայտել հայտնի մի գինեկոլոգ, որ երբ որ կնոջը աբորտ է անում, բժիշկը, երբ որ աբորտ է անում, արդեն պետք է սկսի բուժել նրա հետևանքով առաջացած բարդությունները։ Բարդությունները կարող են լինել տարբեր տեսակի, բորբոքային բնույթի, կպումներ, դաշտանային ցիկլի խանգարումներ, չբերություն, այդ կպումների հետևանքով հետագայում արտարգանդային հղիություններ, ձվարանների ֆունկցիայի խանգարման հետևանքով եւ կպումների նորից էլի ձվարանների ֆունկցիայի հետևանքով չբերություն, տարբեր տեսակի գերաճի պրոցեսներ, ուռուցքներ, ընդհանուր մինչեւ կրծքագեղձերում, ձվարաններում, էնդոկրին լուրջ խնդիրներ օրգանիզմում, որոնք կնոջ համար բերում են
առաջացնում են խնդիրներ եւ առողջական եւ հետագայում մանկածնական։ Այսինքն ռիսկը առկա է տարբեր փուլերում։ Իսկ վիրահատության ընթացքում լինում են վիրահատության ընթացքում հենց վաղ բարդություններ, մանավանդ մեծ ժամկետի, որովհետեւ մենք ասում ենք բարդությունը այնքան ավելի հաճախակի ու սուր է լինում եւ բարդ է լինում, ինչքան հղիությունը մեծ է։ Այո։ Ինչքան հղիությունը մեծ է։ Դրա համար միջազգային առողջապահական կազմակերպության կողմից ընդունված է կոնկրետ մեր երկրում եւ շատ երկրներում մինչեւ 12 շաբաթական հղիությունը, որտեղ դրանից հետո սպասվող բարդությունները ավելի շատ են։ Օրինակ, մեծ հղիությունների ընդհատման ժամանակ շատ հաճախ հնարավոր է արգանդի պատի թափածակում։ Արգանդի պատի ամբողջականությունը խախտվում է եւ դրա հետ կապված տարբեր բարդություններ կարող են վնասվել խոշոր անոթներ, կարող են վնասվել հարակից օրգաններ, միզապար, կաղի եւ կնոջ ներքին արյունահոսություն լինի եւ կնոջ կյանքին սպառնացող վիճակ։ Բժշկուհի, գիտեք, նաեւ վիճակագրություն կա, սա նշանակում է, որ մի խումբ կանայք ու քիչ թվով կանայք չեն դրանք, ովքեր որոշում են միջամտությունը կատարել ոչ բժշկի ցուցումով, ոչ բժշկի մասնակցությամբ, այսինքն տնային պայմաններում այս դեպքերը ինչով են։ Դե այդ դեպքերը իհարկե այսպես կոչված մենք անվանում ենք դրանց կրիմինալ աբորտներ, երբ որ կատարվում է ոչ պրոֆեսիոնալի կողմից կամ թեկուզ պրոֆեսիոնալի, բայց ոչ բժշկական հաստատությունում հատուկ այդ գործողությունը կատարելու համար, որտեղ մենք ունենք եւ բժշկական հաստատություններ, որտեղ նման գործողությունը չի կարող կատարվել, որտեղ չունեն համապատասխան ենթադրենք մասնագետ եւ համապատասխան պայմաններ։ Նման աբորտները իհարկե դրա հետ կապված բարդությունները շատ ավելի ահավոր են եւ կարծում եմ հիմա մարդիկ մի քիչ ավելի գիտակից են դարել, կարծես թե մեր երկրում մի քիչ պակասել են կրիմինալ աբորտները, բայց դեռ գրանցվում են նման դեպքեր։ Հիմա մի քիչ ավելի շատ հակված են ինքնագլուխ որոշելու, ինքնուրույն որոշելու դեղորայքային արհեստական վիժումները, որոնք նույնպես այդքան անվնաս չեն։ Նրանք նույնպես ունեն իրենց հակացությունները, ինչպես եւ ցանկացած գործողություն, միջամտություն, հղիություն ընդհատելու համար։ Եվ դες ասեմ, դեղորայքային ընդհատման համար երբեմն գնում են դեղատներից առանց բժշկի գիտության, հարևանուհին ասեց, ընկերուհին ասեց, գնում են վերցնում են դեղորայքը, ընդունում են որոշ մասի մոտ գուցե առանց բարդությունների կարծես թե կարողանում են այսպես անցնել այդ էտապներով ու բրծնել բարդություններից, բայց մի մասը արյունահոսություններով, մի մասը սուր բորբոքային պրոցեսներով հետագայում միացած այդ արյունահոսությանը ընկնում են հիվանդանոց եւ շատ լուրջ բարդությունների առաջ են կանգնում։ Դրա համար նույնիսկ դեղորայքային միջամտությունը ինքնագլուխ վերցնել, գնել դեղամիջոցը եւ օգտագործել դրանք խիստ հակացուցված է, որովհետև նախ պետք է կատարվի դա բժշկի հսկողությամբ եւ որոշակի հետազոտություններից հետո նոր բժիշկը իրավունք ունի թույլատրելու, որպեսզի ինքը ընդունի նմանատիպ դեղորայքներ։ Օրինակ, բրոնխիալ ասթմայով հիվանդները չեն կարող դա անել, սիրտանոթային լուրջ հիվանդություններով հիվանդները, լյարդային անբավարարություններով, մակերիկամային անբավարարություններով բարձր ճնշում ունեցող կանայք, ովքեր 35-ը անց են եւ ծխում են օրական 10 գլանակից ավելի եւ այլն հակացությունները արդեն բժիշկը գիտի եւ ամեն մեկը որ նման քայլի է դիմում պետք է իր բժշկին դիմի եւ նոր նման որոշումը կայացվի։ Փաստորեն տնային պայմաններում կատարված կրիմինալ աբորտներ, ինչպես նշեցիք, ռիսկը մեծանում է նաև նրա համար, որ 12 շաբաթականից հետո Հայաստանում օրենքով արգելվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, եւ փաստորեն մարդիկ այլընտրանքը տեսնում են սեփական միջոցներով ու գիտելիքներով այդ քայլերը։ 12 շաբաթականից հետո մենք ունենք ցուցումներ մոր առողջական կողմից, երբ որ կյանքին սպառնացող վիճակներ են ծանր, սիրտանոթային հիվանդություններ, իրիկամային անբավարարություն եւ այլն, երբ որ կա պտղի կողմից ցուցումներ, ասենք ենթադրենք 14-15 շաբաթական գրանցվում է պտղի մահ ներարգանդային,
պետք է ընդհատվի։ Կամ ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվում են պտղի մոտ արատներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եւ ծնողների համաձայնությամբ հղիություն ընդհատվում է։ Մենք իհարկե հոգեբանության մասին ենք խոսել, քրիստոնեության տեսանկյունից ենք երևույթի մասին խոսել եւ վերջապես իհարկե ձեր օգնությամբ խոսեցինք նաեւ առողջության մասին, թե այդ շաբաթականներում հղիության ընդհատումը ինչ հետևանքների կարող է բերել, ընդհուպ ինչքան շատ դեպքեր են, երբ դա ավարտվում է կնոջ կյանքով պարզապես։ Հուսանք, որ սա եւս թափեցնող ինչ-որ տեղեկատվություն կլինի եւ շատերն, ովքեր առաջիկայում պատրաստվում են այդ քայլին դիմել, պարզապես հետ կկանգնեն դրանից։ Շնորհակալ եմ բժշկուհի զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հայր ու դուստր փոխհարաբերությունների սիրով աննկարագրելի կապվածության ու ջերմության կողքին մի տեսակ չեմ կարողանում հասկանալ տղամարդկանց, ովքեր տխրում են իմանալով, որ աղջիկ են ունենալու, որոնք թույլ չեն տալիս լույս աշխարհ գալ աղջիկներին։ Հայ հայրիկ խորագրում այս ամիս մենք ձեզ պատմում ենք հայ այն հայրիկների մասին, որոնք խենթանում են իրենց գեղեցկուհիների համար ու վիրավորվում են սեռային նախապատվության մտքից։ Նրանք հպարտ են իրենց աղջիկներով ու պատրաստ խոսել հույզերի ու սիրո մասին։ Ծննդատան շենքի մոտ անհանգիստ առաջ ու հետ անող տղամարդ, ով հուզված է, լարված ու մի քիչ վախեցած։ Նա բարի լուրի սպասող ապագա հայրիկ է, ով այնքան է երազում, դուք առողջ բալիկ եք ունենալու արտահայտությունը լսելու մասին։ Մուշեղը եւս բազմաթիվ տղամարդկանց նման սպասում էր հենց այդ ավետիսին, իսկ հետո երկրորդին։ Դուք աղջիկ եք ունեցել։ Նախապես սեռի մասին չգիտեր, բայց երազում էր։ Առաջինը ճիշտն ասած իմացել ենք արդեն հիվանդանոցում բնականաբար երբ որ հաստատվեց որ աղջիկ կա, իսկ մինչև այդ երևի իմ երազներից ու իմ ցանկություններից ու կնոջս հետ զրույցներից միշտ որ երազել ենք աղջիկ ունենանք հենց առաջինը։ Ճիշտն ասած կցանկանայի ունենալ եւս մեկ աղջիկ Սոֆիից բացի, գոնե երկուսը, իսկ ինչու՞ ճիշտ հասպաստա նաեւ ավելին։ Սոֆիան դեռ շատ փոքրիկ է, ընդամենը 7 ամսական, բայց Մուշեղն արդեն գիտակցում է իր բաժին երջանկությունը։ Եթե հիմա արդեն ամեն բան այսքան հիասքանչ է, ինչ է կատարվելու, երբ դստրիկն ավելի մեծանա։ Միթե չկա սահման։ Մուշեղն արդեն գիտի, թե աղջկա հետ միասին ինչ են անելու 1 ամիս, 1 տարի, 10 տարի հետո։ Ես շատ սիրում եմ ձկնորսություն ու ամենամեծ ցանկությունը է նա, որ ես Սոֆին երբ որ արդեն մեծանա, իրար հետ գնանք միասին ձուկ բռնելու։ Իմ կարծիքով դա երազանքներիցս մեկն է, որ հաստատ կուզենամ որ լինի։ Ճիշտ է, մի քիչ աղջկա զբաղմունք չի դա, բայց ինքը շատ հետաքրքիր է իմ կարծիքով ու օրիգինալ։ Արթուրի առաջնեկը տղա է, նա չի թաքցնում, երջանկությանը չափ ու սահման չկար։ Տարիներ հետո փորձառու հայրիկը կրկին հայրանալու լուրը լսեց։ Հետո պարզեցին, որ աղջիկ են ունենալու։ Զգացողություններն այլ էին, մի քիչ անծանոթ, տարօրինակ, անհասկանալի։ Անցավ մի քանի տարիներ, որոշ ժամանակ իմ հրաշք աղջիկը ծնվեց։ Այդ ընթացքում դե բնական է զանգում է եսերիներին, անընդհատ հարցնում է, ինքը այդ ժամանակ հղի էր։ Ասաց այո, գնացել եմ, ստուգվեցի, ասացին աղջիկ ես ունենալու։ Անկեղծ ասած ես ինքս ուզում էի որ տղա լիներ, ու ասենք երրորդը նոր լիներ աղջիկ էլի։ Բայց եղավ էս իմ կողքի շատ սիրուն բալիկը։ Տարիներ առաջ Արթուրը երևակայել անգամ չէր կարող, որ հանուն իր գեղեցկուհու, իր դստրիկի կհեռանա իր սիրելի մասնագիտությունից։ Արթուրի համար սա զոհաբերություն չէ, քանի որ դրա արդյունքը դստեր երջանկությունն է։ Ամեն օր նոր ձեռքբերումներ, հաղթանակներ ու նվաճումներ։ 2015 թվականին Մերին մասնակցեց նորալիկ միջազգային մրցույթում եւ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Արթուրն ու Մերին հիանալի դուետ են, օրինակ, թե ինչպես է տղայապաշտ հայրիկն այսօր խենթանում իր աղջկա համար ու ամեն բան անում նրա փայլուն ապագայի համար։ Մերին ինքը աղջիկա, դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ այս ասպարեզում աղջիկ երեխաներ քաղաքում մի քիչ միայնակ թողելը մի քիչ բարդ բան է, պետք է շատ ուշադիր լինել։ Իր համար մինչև ինքը հասունանա, գա իր այն պահը, որ ինքը իր մտածելակերպով, ինքը իր գիտակցելով մեծանա, արդեն մնացած իր համար պարզ կլինի։ Մենք անում ենք ընդհանրապես այսօր այն բաները, որ լինի շատ դաստիարակված, շատ խելացի բալիկ։ Այո, հայ հայրիկներն ինչեր ասես, որ չեն անում իրենց աղջիկների համար, եթե հարկ լինի, նրանց համար աշխարհն էլ շուռ կտան։ Արևի ու աստղիկի հայրիկը Գագիկը իր պապայական փորձից գիտի, թե ինչ հաճույք է աղջկա հայրիկ լինելը։ Նրանց կողքին դու ուրիշ ես, նրանց շնորհիվ դու մի քիչ խենթ ես, նրանց օգնությամբ դու միշտ փնտրող ես։ Մեզ մոտ ասենք ես որ աշխատում էի, մի տղա ընդունվեց,
կողքի բաժնում նկարիչ։ Շատ լավ ընկերացանք։ Ինքը միշտ ոնց որ թուղթ մատի իր ձեռքում էր, անընդհատ նկարում էր, բան, ես էլ ոնց որ ասում եմ, հա ջան, ասենք սովորասրա երեխեքին գնամ ես է սովորացնեմ, ես սկսեցի նկարել ոնց որ ավելի ոգևորելու համար աղջիկներին էլի։ Ահագին ասենք երեխեքը ավելի վստահ ասեմ ոնց որ սկսեցին էլի զբաղվել այդ նկարչությամբ։ Գագիկն այսօրվա պես հիշում է առաջնեկի ծնունդը, դեկտեմբեր ամիսն էր, բայց երկնքում արևը շողում էր։ Աղջկա անունը որոշեց հենց Արև դնել։ Արևի ջերմության կարիք հիմա նույնիսկ ձմռան ցուրտ օրերին չունի։ Գագիկը գիտակցում է, միգուցե շուտով գային օրը, երբ իր տան արևը մի քիչ պակասի, բայց Դե բոլոր, ինչպես ասենք, բոլոր ծնողների մոտ այդ զգացմունքը ես էլ ասեմ, զգում եմ, որ տարիների մոտ են, ասենք, տարիների ընթացքում պետք է իրանց ընտանիքը ունենան, իմ համար ամենամեծ երջանկությունը կլինի, որ տեսնեմ իրանց ընտանիքում, իրանց աչքերում ուրախությունը, երջանկությունը, ուրեմն շատ լավ է ամեն ինչ, դա այս մեծ բան երևի չգիտեմ, ավելի երջանիկ ծնողի համար։ իսկ դուք վայելում եք աղջիկ երեխայի սեր ու քնքշանք։ Ասեք, որ այս տղամարդկանց ապրումներն արդեն իսկ բավական է դրա մասին երազելու համար։ Երազելու եւ ոչ թե տխրելու ու հրաժարվելու նրանցից։ Ինչ սպասելիքներ ունենք մենք ծնողներս, երբ մեր երեխաներին ուղարկում ենք սպորտային այս կամ այն խմբակ։ Մենք ակնկալում ենք, որ սպորտը նրանց ավելի ճկուն, ճարպիկ, դիմացկուն ու առողջ կդարձնի։ Ավաղ պետք է նկատել, որ սպորտն այնուամենայնիվ բոլոր երեխաներին չէ ցուցված։ Գոյություն ունեն առողջական խնդիրներ, որոնց առկայության դեպքում սպորտը նույնիսկ արգելված է։ Որոնք են այդ հիվանդությունները եւ արդյոք երեխաները ստիպված են զերծ մնալ ֆիզիկական ամեն տեսակի ծանրաբեռնվածությունից։ Կօգնի հասկանալ կինեզոլոգ Նարեկ Իսկանդարյանը։ Ողջույն Նարեկ։ Ողջույն։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ առաջիկա րոպեները շատ սպորտային են լինելու։ Մենք խոսենք սպորտի մասին, բայց այլ կտրվածքով։ Այն երեխաների մասին եմ առաջարկում խոսել, ում հակացուցված է զբաղվել ցանկացած սպորտաձևով։ Որ առողջական խնդիրների դեպքում են սովորաբար մասնագետները խորհուրդ տալիս ծնողներին երեխաներին սպորտային խմբակ չտանել։ Պետք է իմանանք, որ կան հարաբերական հակացություններ եւ հիմնական հակացություններ։ Հիմնականում դրանք նրանք են, որոնք որ բացարձակապես արգելվում է վարժություններով զբաղվելը եւ կան հարաբերական, որոնց դեպքում արդեն կարելի է զբաղվել մասամբ որոշակի սահմանափակումներով արդեն։ Պետք է իմանանք, որ սուր հիվանդությունների, սուր եւ քրոնիկ հիվանդությունների դեպքում հակացուցված է զբաղվել ամերիկյան ֆուտբոլով, բոքսով եւ միևնույն ժամանակ թիմային մրցաձևերից հոկեյով։ Ինչպես նաև սուր հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ, երբ որ երեխայի մոտ կա ջերմություն, հաջորդը խնդիրներ, որոնք թարախային պրոցեսներով են ընթանում, օրինակ ֆուրունկուլյոզ, սրտանոթային համակարգի սուր հիվանդություններ, շնչառական համակարգի խնդիրներ, միզատար համակարգի խնդիրներ, ինչպես նաև ոտնաթաթի դեֆորմացիաներ, հարթաթաթության բարդացած աշճաններ, քանի որ առաջի երկրորդ աշճանների դեպքում թույլատրվում է մարզվել սպորտաձևով, արյան եւ արյունատար օրգանների հետ կապված սուր խնդիրներ, սակայն ցանկացած պարագայում կան լավ էլի խնդիրներ, որոնցով չի կարելի զբաղվել, պետք է դիմել բժշկի։ Շատ կարևոր է, որպեսզի բժշկի խորհրդակցություն այնտեղ լինի, որովհետև ինքնուրույն որոշելը շատ բարդ է։ Բժշկի եւ միևնույն ժամանակ մարզիչի։ Եվ կարելի ասել մի քանի բժշկի, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Գիտեք ինչու, որովհետեւ վերջին շրջանում նկատել եմ, որ շատ ծնողներ ունեմ, հա, ծանոթ, ովքեր ասում են երեխայից սպորտային խմբակից հանեցի կամ չեմ տանում, որովհետեւ թե տեսողության թեթև խնդիր ունի կամ առողջական ինչ-որ շատ փոքրիկ խնդիրների դեպքում բժիշկները պարզապես ասում են գործ չունեք սպորտի հետ։ Շատ ճիշտ եք ասում, ես դրա հետ կապված ցանկանում եմ բոլոր ծնողներին հորդորել, որ պետք չի ազատել սպորտից, որովհետև սպորտը դա կյանք է, վարժությունները դրանք առողջության ճանապարհն են, միայն հասնելու վարժությունների միջոցով շատ կարելի է առողջ լինել, այնպես որ պետք է մի քանի բժշկի հետ զրուցել, լսել եւ հետագայում որոշել, որովհետև ինչպես ես նշեցի, սուր խնդիրների դեպքում չի կարելի զբաղվել որոշակի սպորտաձևերով, որոշակի։ Նույնիսկ ես ավանդական կարատեի մարզիչ եմ եւ նույն ժամանակ հանդիսանում եմ Հայաստանի կենտրոնազգային ավանդական կարատե ֆեդերացիայի ղեկավարող խորհրդի անդամ եւ ասում եմ, որ
լուրջ խնդիրները, որոնցով սպորտով զբաղվել չի կարելի, շատ քիչ են։ Այնպես որ կան որոշակի հակացություններ, որը ծնողը պետք է իմանա, միևնույն ժամանակ պետք է զրուցի մարզիչի հետ։ Բժիշկներն էլ հորդորում են, որպեսզի հետևեն, բժիշկներն էլ չի կարելի մեղադրել, որովհետև միևնույն ժամանակ չգիտեն թե մարզիչը ով է, դիմացինը ով է եւ ինչ գիտի։ Իսկ Հայաստանի պայմաններում շատ պրոբլեմատիկ հարց է, որովհետև մեր մարզիչները շատ լավեր ունենք միևնույն ժամանակ, բայց ունենք, որոնք զրուցում են առողջ ապրելակերպի մասին, այդ գաղափարների մասին, սակայն չգիտեն երեխայի եւ նրա առողջության մասին հասարակ անատոմիա, որովհետև իրենք զբաղվում են երեխաների հետ, կրթում են երեխաներին, ինչպես նաև նրանց ապագան են կրթում, քանի որ երեխան հենց իր փոքր տարիքում ինչ կատարում է մարզիչը, ընդօրինակում է միևնույն ժամանակ մեծ տարիքում արդեն հասունացման շրջանում ցույց է տալիս այն, ինչը սովորել է ժամանակին։ Այնպես որ երեխայի հետ պետք է լինել շատ ուշադիր եւ զգույշ, միևնույն ժամանակ ծնողի դերն է այստեղ շատ կարեւոր, որ պետք է հետևեն, ճիշտ կարողանան լուծել խնդիրները, ոչ մի պարտություն չդառնա նրանց համար սպորտից դուրս գալու միջոց, պետք է ծնողը միշտ ասի, որ պարտությունը դա անհաջողություն չի, իսկ հաղթանակը դա միայն հաջողություն չի։ Այնպես որ ծնողի դերը մարզիչի դերը, եթե խնդիրը շատ լուրջ չէ, ապա պետք է ճիշտ ընտրել սպորտային խմբակ եւ ճիշտ ընտրել մարզչի։ Սա է ամենակարևոր փաստորեն կանոնը, որով պետք է առաջնորդվի ծնողը։ Այո, շատ ճիշտ եք ասում, ճիշտ պետք է ընտրի սպորտաձև եւ պետք չէ արգելել երեխային օրինակ զբաղվել ինչ-որ սպորտաձևով, եթե երեխան դա ցանկանում է։ Եթե ցանկանում է, կարող է գնալ մարզադահլիճ եւ որոշակի սահմանափակումներով տվյալ երեխային տալ ծանրաբեռնվածությունը։ Ասում այդ տարբերակը եւս ընդունելի է, հա, գնալ սպորտային խմբակ, բայց մարզչի օգնությամբ նրա հետ խորհրդակցելուց հետո մշակել որոշակի ծրագիր կամ վարժություններ, որոնք բացառել պարզապես տվյալ երեխայի պարագայում, բայց երեխան սպորտի մեջ լինի այնուամենայնիվ։ Շատ ճիշտ եք ասում, պետք է մարզիչը իմանա իր երեխայի խնդիրները, խնդիրները եւ ճիշտ կարողանա լուծում տալ։ Այնպես որ այստեղ մարզիչի դերը շատ կարեւոր, այնպես նաեւ ծնողի պետք է իմանալ թե որտեղ են տանում եւ ինչ մարզիչի մոտ։ Արդյոք նա ունի թեկուզ եթե երեխան հիվանդ է, տվյալ հիվանդության մասին որոշակի գիտելիքներ թե չունի։ Այնպես որ այդպես առաջնորդել մարզիչը։ Այո, սպորտը դա առողջար է, սակայն եթե դու նրանով սխալ ես զբաղվում, այո, եթե սխալ ես զբաղվում, դա պրոբլեմատիկ է դառնում։ Նայեք, որոնք են համարվում ամենաանվտանգ ճակերտավոր ասած սպորտաձևերը, որոնք ցուցված են գրեթե բոլորին, չենք խոսում իհարկե ծանր հիվանդությունների մասին։ Միշտ սպորտաձևերին անցնելը կարող ենք ասել, որ մարզանքները բոլորին է ցուցված։ Թեթև մարզանքները բոլորին ցուցված է, իսկ ինչը սպորտներն է վերաբերվում, մի փոքր տարբեր է, նույն խնդիրները կարող են լինել ցանկացած սպորտաձևում սխալ մարզվելու հետ կապված, բայց այստեղ ավելի պարզ եւ բարդ սպորտներ իմ կարծիքով այդպես չկան, շատ կարեւոր է ճիշտ զբաղվել սպորտով, որովհետեւ պրոֆեսիոնալ սպորտը ճիշտ է իրականում առողջությունը միևնույն ժամանակ կարա վտանգավոր լինի, եթե դու այն թողում ես կամ ինչ-որ սխալ ես զբաղվում եւ այլն։ Արդյոք տեսողության հետ կապված խնդիրները նորից չխոսենք, հա, ծանր դեպքերի մասին կարող են լինել հակացուցում սպորտով զբաղվելու համար։ Թեթև դեպքերի դեպքում չի կարող լինել հակացուցում։ Այդ դեռահասության տարիքում չէ, կան տարիքներ, երբ տեսողությունը տատանվում է սովորաբար կամ խնդիրներ են թեթև առաջանում։ Կոնկրետ ավանդական կարատեում ունենք այդպիսի երեխաներ, որոնք ունեն թեթևակի տեսողական խնդիր, կարճատեսություն, հեռատեսություն, սակայն իրենց չենք խանգարում եւ միևնույն ժամանակ տեմպը փոխում ենք պարապմունքների, կարող են թռիչքային վարժությունները հանել կամ հարվածային վարժությունները հանենք եւ նա հանգիստ կարող է զբաղվել մարտարվեստով։ Չի կարելի նորից եմ ասում սահմանափակել, որովհետեւ իրոք որ երեխան եթե ցանկանում է որևէ սպորտով զբաղվել, պետքա խրախուսել դա միայն եւ ոչ թե սպորտից հանել, այլ տալ ինչ-որ ուրիշ, հա, ոլորտի։ Այնպես որ կարելի է որոշակիորեն սահմանափակել երեխայի գործողությունները մարզադահլիճում եւ գրեթե ցանկացած սպորտաձևով տեսողության խնդիրներ ունեցողները կարող են մասնակցել, որովհետև կարելի ապահովել զուտ անվտանգությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն նաև ձեզ։ Մայրիկների ակումբը հեռուստահաղորդում է, որը սակայն չի ավարտվում ձեզ տրամադրված եթերային ժամանակը սպառվելուն պես։ Գտեք մեզ Facebook-ում, դիտեք բաց թողած հաղորդումները, ծանոթացեք օրվա նյութերին, թողեք մեկնաբանություններ, հարցեր առաջարկեք։ Մի մոռացեք նաև առաջին ալիքի կայք այցելել ու կգտնեք մեր բոլոր թողարկումները։ Մեր ակումբը նրանց համար է, ովքեր վստահ են, որ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։